Ձեզ հետ ամեն ինչ նորմալ է, եթե դուք տեսել եք գեղեցիկը և սկսել եք արտասվել։ Այս երևույթը կոչվում է Ստենդալի սինդրոմ, ինչպես նաև այն ունի Ֆլորենցիայի սինդրոմ անվանումը։ Սա հոգեսոմատիկ վիճակ է, երբ մարդը հայտնվում է արվեստի գործի կամ գեղեցկության ուժեղ ազդեցության տակ։ Ինչպես է դա դրսևորվում։ Երբ մարդը հայտնվում է մի տարածքում, որտեղ իրեն շրջապատում են արվեստի գործեր, դա կլինի թանգարան, թե որևէ պատմական քաղաք, դա կարող է ունենալ սրտխառնոց, գլխապտույտ, տագնապ և նույնիսկ էյֆորիա։ Սինդրոմը իր անունը ստացել է իտալացի հոգեբույժ Գրացիելա Մագերինիի կողմից, ով որ նկարագրել է այս երևույթը և անվանել այն ֆրանսիացի գրող Ստենդալի պատվին։ Վերջինս այցելելով Ֆլորենցիա, այնքան էր հիացած Սանտա Կրոշե բազիլիկի գեղեցկությամբ, որ իր զգացմունքներն ու հուզմունքը նկարագրեց այսպես. Ես հասել էի հուզմունքի այն կետին, որտեղ երկնային զգացողությունները միախառնվում են կրքի հետ։ Սիրտս սկսեց ուշքին բաբախել, կյանքը կարծես քամվում էր, ես քայլում էի վախենալով վայր ընկնել։ Թեև սինդրոմը կարող է առաջանալ ցանկացած վայրում, բայց Ֆլորենցիան համարվում է դրա էպիկենտրոնը։ Տեղի հիվանդանոցները տարեկան տասնյակ դեպքեր են գրանցում, երբ զբոսաշրջիկները այցելելով Ուֆիցի կամ Դավիթի արձանը տեսնելուց հետո դիմում են բժշկական օգնության։ Գոյություն ունեն նաև այլ աշխարհագրական սինդրոմներ, օրինակ Փարիզի սինդրոմը՝ հիասթափություն քաղաքի իրական տեսքից։ Իսկ դուք արվեստի ո՞ր գործից եք ունեցել Ստենդալի սինդրոմ։ Նշեք մեկնաբանություններում և չմոռանաք հետևել ինձ։